Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր մեր հերթական հաղորդման օրն է։ Սիրելի հետևորդներ, մենք ամսվա մեջ մեկ հաղորդում կրկնություն ենք թողնում։ Այսինքն 3 հաղորդում լինում են նոր հաղորդումներ, մեկ հաղորդում կրկնություն, քանի որ տարբեր հարթակներում շատ եմ լինում ինֆորմացիոն տեղեկատվական այդ տարափը ցանկանում եմ մի քիչ թուլացնել, հա, եւ մենք ունենում ենք շատ հետաքրքիր հաղորդումներ տարբեր իմ գործընկերների հետ, դրանք անպայման ներկայացում են այստեղ կամ ունենում եմ ուսուցողական հետաքրքիր հաղորդումներ, որոնց կրկնելը ուղղակի, գիտեք, ի բարօրություն ձեզ է լինում։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը, աշխարհակական իրավիճակը տեսնում եք պայթյունավտանգ է, բայց այդ ամենը կանխատեսելի է։ Ես իմ գործընկերներից Իրավունք TV-ում կանխատեսել եմ, որ Իրանի հետ կապված այդ բոլոր իրավիճակները, հարձակումները, այնտեղ նաև նշեցի, որ իրենց ղեկավարությանը ռազմաքաղաքական վտանգ է սպառնում, երբ Մարսը մտնի ձկների կենդանակերպ։ Իսկ Մարսը մտել է ձկների կենդանակերպ մարտի 2-ին։ Սիրելի հետևորդներ, խոսելու եմ լուսնային խավարման մասին, որը արդեն անցել է, տարբեր մեկնաբանումներ կար Արյունո Լիալուսին, այո, Լիալուսինը, որովհետև այն համատեղված էր Մարսի հետ, Մարսը ձկների կենդանակերպում ամսի 2-ին մտավ, ամսի 3-ին իսկ խավարում էր։ Խավարումը տեղի ունեցավ 12 րոպե 54 աստիճան կույսի կենդանակերպում, բայց առանցքը որպես այդպեսի ներգրաված էր կույս եւ ձկներ, կույսում իհարկե լուսինն էր, քանի որ լուսնային խավարում է, իսկ ձկներում արևը 12 աստիճան 54 րոպե։ Սիրելի հետևորդներ, աշխարհակաղակական վիճակը դեռևս հնարավոր է լարված մնա, որովհետև նրանք հարձակումը իրագործել են նահանջող Մերկուրու ընթացքում, ինչպես հիշում եք, փետրվարի 26-ից մինչ մարտի 20-ը Մերկուրի նահանջելու է ձկների կենդանակերպում։ Այդ ամենը կանխատեսելի էր այնքանով, որ Նեպտունը արդեն իսկ վերջնական անցավ խոյի կենդանակերպ հունվարի 26-ի մոտակայքում։ Սատուրնը անցավ խոյի կենդանակերպ վերջնականապես փետրվարի 14-ի մոտակայքում եւ հենց այդ ժամանակահատվածում նրանց միավորումն էր։ Ես իմ կանխատեսումներում նշել եմ, որ հնարավոր է, որ տեղի ունենան հրդեհներ, պարթյուններ, երկրաշարժեր, նաեւ պատերազմներ, որոնք կրոնական հողի վրա պետք է լինեն։ Բայց այդ պատերազմը առավել հավանական էր ապրիլի 11-ի մոտակայքում։ Տեսեք ինչպես է արվում հաշվարկներ, չնայած ապրիլի 11-ին հենց Իրանի Իսլամական Հանրապետության պետության կազմավորումն է 1979 թվականին եւ այդ ժամանակահատվածից ի վեր լարվածությունը կա, որտեղ արդեն ամսի 10-ի մոտակայքում Մարսը գտնվում է խոյի կենդանակերպում, բայց ապրիլի 15-ին նաեւ լուսինն է միանում։ Տեսնում եք, սա կոչվում է ստելում, շատ բարձ ստելում է։ Եվ նշում ենք, որ պատերազմները տեղի կունենան նաև կրոնական այդ ամբիցիաների, այդ փիլիսոփայության հիման վրա։ Սիրելի հետևորդներ, ըստ երևույթին պատերազմը սկսելու համար փետրվարի վերջ 27-28-ին ավելի նպատակահարմար է եղել, բայց քանի որ Մերկուրին նահանջող է, հնարավոր է երկարաժամկետ անորոշ ժամանակով այդ պատերազմը երկարաձգվի։ Մեր վարչապետի մասին, Նիկոլ Փաշինյանի այդ կյանքի, այդ անցուդարձային թեմաների մասին կխոսեմ մյուս շաբաթ ավելի մանրամասն եւ նաեւ աշխարհակաղակական թեմաների մասին, բայց նաեւ նրա քարտեզն էր բարդ, ես միշտ նշում եմ, որ գարնանային խավարումները, մարտի 3-ի խավարումը բարդ էր նրա համար եւ ահա տեղի ունեցավ նրա արևի վրա եւ լուսնի հետ այդ խավարումը բարդ դիրքավորում ուներ։ Իրականում խավարման լուսինը կույսում է, նրա ծննդյան քարտեզում լուսինը եւ սև լուսինը ձկների կենդանակերպում, այո, ասում եմ, որ գաղտնիքներ կարող են բացահայտվել եւ այս անգամ այդ գաղտնիքները բացահայտվեցին նրա նեղ ընտանեկան շրջանակներից։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, թե ամսի 3-ի խավարումը Արյունո Լիալուսին է ինչ կբերի, ինչ ցնցումներ եւ փոփոխություններ կբերի ձեր կյանք։ Ուստի զինվեք համբերությամբ, որպեսզի կարճ ներկայացնեմ 12 կենդանակերպերի համար, դուք լինեք զգուշավոր, քանի որ նաեւ Մերկուրին է նահանջում Մարսը ձկների կենդանակերպում, այդ նույն Մարսն է, ինչ որ ասել էի, որ երբ որ Մարսը մտնի ձկների կենդանակերպ, ապա կծավալվի Իրան եւ Իսրայել պատերազմը։ Դե ինչ գնացինք առաջ, սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ,
այս անգամ առանցքը փոխվել է։ Եթե նախորդ խավարումը, արևի խավարումը այն կարող էր շոշափել ձկների համար առաջին տունը, ապա այս դեպքում խավարումը շոշափում է ձկների 7-րդ տունը, իսկ կույսերի առաջին տունը։ Իսկ ինչ է ենթադրում։ Ենթադրում է այն, որ կույսերը պետք է ուշադիր լինեն իրենց գործողություններում, որտեղ հակառակ առանցքում Մերկուրին նահանջող է իր գործընկերների հետ գործընկերների հարաբերությունների դաշտում։ Ինչ է կատարվում, որ ձեր իսկ մոլորակը գտնվում է ձեր գործընկերոջ, զուգընկերոջ, նաև բաց թշնամու դաշտում, բայց այն հերիք չի մոլորված է Մերկուրին ձկների կենդանակերպում, նաև նահանջող է։ Սիրելի կույսեր, վերցրեք ձեր համակ ուշադրություն դարձրեք ձեր իսկ գործողություններին։ Առողջական խնդիրները նախկինում 6 ամիս առաջ, մի քանի տարի առաջ, նույնիսկ 9 տարվա վաղեմության խնդիրները կարող են առաջ գալ։ Քանի որ դուք ունեք անալիտիկ մտածողություն, մանավանդ եթե Մերկուրին էլ է ձեր քարտեզում կույսի կենդանակերպում, պետք է մանրամասն ուսումնասիրեք գործը։ Նոր գործեր սկսելու համար, սիրելի կույսեր, խորհուրդ եմ տալիս սկսեք մարտի 22-23-ից, եւ նաև բոլորին է դա վերաբերում, ասում եմ, Մերկուրին մոլորված է ձկների կենդանակերպում եւ շեղված է իր ճանապարհից, որպիսի ամեն ինչ կանոնակարգված լինի, բոլոր կարևոր գործերը սկսում ենք մարտի 22-ին եւ 23-ին։ Ամենաբարենպաստ օրերն է մի դեպքում լուսինը ցուլի կենդանակերպում ֆինանսաբանկային, ֆինանսների, ռեսուրսների հետ կապված գործերն են, կարողություններն են, ֆինանսական կարողություններն են դրանց մեջ։ Մյուս դեպքում ինֆորմացիայի հետ աշխատելու, փաստաթղթեր ստորագրելու երկու կարևոր օր։ Եվ այդ ամենը նաև, սիրելի կույսեր, ականջին օղարեք եւ որոշեք առաջ գնալ։ Սիրելի ձկներ, լուսնի խավարումը ձեր 7-րդ տանն է։ Ձեր գործընկերները, զուգընկերները, ձեր բաց թշնամիները շատ հաշվենկատ կգտնեն եւ նրանք կփորձեն ձեզ վնասել ձեր իսկ միջոցով։ Ուշադրություն դարձրեք ձեր խոսքին, ձեր անձին վերաբերող յուրաքանչյուր թեմա կարող է հետագայում ձեր իսկ դեմ դուրս գալ։ Կարևոր թղթեր ստորագրելիս, սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, քանի որ ձեր առաջին եւ 7-րդ տանն է, այդ թղթերը ստորագրելիս պետք է ուշադիր լինեք ձեր անուն ազգանվան հետ, եթե ինչ-որ գործարքներ եք ընկնում, որոնք վերաբերում են տան արք ու վաճառքի, իրեր ձեռք բերելու, անշարժ ձեռք բերելու, ապա մանրամասն կարդացեք պայմանագրերը։ Ես օրինակ նահանջ Մերկուրի ժամանակ շատ կարևոր փաստաթղթեր պետք է ուղարկեի փոստով, այնպես էի լսել, ինձ այդպես էր թվացել, որ պետք է պատճեններն ուղարկեի, բայց իրականում օրիգինալ փաստաթղթերը պետք է ուղարկվեր, այնպես որ շատ արագ մենք կարողացանք շտկել իրավիճակը, ես փորձեցի այդ իրավիճակում ուղղակի այս անգամ շահազդուրը գալ, բայց միևնույն է Մերկուրին ձկների կենդանակերպն է, մի քանի անգամ ճշտեք ինֆորմացիան։ Սիրելի կշարքներ, ձեր 12-րդ տանն է, խավարումը արդեն տեղի ունեցել։ Սիրելի խոյեր, ձեր 6-րդ տանը։ Պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Սիրելի կշարքներ, բոլորի աչքից հեռու պահեք ձեր նպատակները։ Կույսը նաև ձեր առողջությունն է, կարող եք առանձնանալ ինչ-որ վայրում, մոտակա այս մեկ ամսվա ընթացքում մինչև նահանջող Մերկուրին դուրս գա, զբաղվեք ձեր առողջության հարցերով։ Կարող եք նաև առանձնանալ ինչ-որ տեղ, կույսը աշխատանքն է, աշխատանքի բերումը այնպես կարող է ստացել, որ մեկուսացման այդ վայրերում հայտնվեք կամ մեկուսացման մեջ։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կարող եք մի որոշակի ժամանակ առանձնանալ, որպեսզի վերականգնեք ձեր առողջությունը, նաև աշխատանքային process-ում հնարավոր է այնպես լինի, որ մի որոշակի ժամանակ մեկուսացված լինեք կամ աշխատանքի վայրում, կամ աշխատանքից դուրս, որպեսզի կարողանաք ձեր մտքերը կարգավորել եւ ձեր հարաբերությունները ձեր գործընկերների հետ կարգավորել։ Ի վերջո կշարքը դա գործընկերային, զուգընկերային հարաբերություններ են։ Սիրելի խոյեր, խավարումը ձեր 6-րդ տանն է, առողջության տանն է, բայց այս դեպքում դուք կարող եք ընտրել, թե որ վայրում անցկացնեք։ Ձեր առողջական խնդիրներ, սիրելի խոյեր, կարող են դանդաղեցնել աշխատանքային process-ը։
Ձեր աշխատակիցները կարող են հիվանդանալ եւ հնարավոր է այո կրկին տուժի ձեր աշխատանքը, կշեռքների դեպքերում էլ է այդպես։ Ուշադրություն դարձրեք աշխատակազմում խնդիրներ չունեն, քանի որ դուք իմպուլսիվ եք ձեր բնույթով, սիրելի խոհեր, ուղղակի պետք է հանգիստ լինեք աշխատավայրում, աշխատակիցների հետ հարաբերություններ փորձեք շտկել, որտեղ հակառակ դաշտից գաղտնի դավադրություններ կարող են գալ, բամբասանքներին տեղիք մի տվեք, սիրելի խոյեր, կշեռքների նման փորձեք, եթե չեք կշռադատում, արագ որոշում մի կայացրեք։ Նաև պետք է խնայեք ձեր առողջությունը, առողջության հետ կապված նաև այնտեղ աղեստամոքսային տրակտն է, ուշադրություն դարձեք ձեր աշխատանքին, ձեր առողջությանը, մինչև մարտի 20-ը, հետո ամեն ինչ կամաց կկարգավորվի։ Սիրելի կարիճներ եւ սիրելի ցուլեր, սիրելի կարիճներ, ձեր 11-րդ տանն է տեղի ունեցել խավարումը, սիրելի ցուլեր, ձեր 5-րդ տանը։ Սիրելի կարիճներ, ձեր առողջության հետ կապված պլանները կարող են դանդաղ ընթացքով ընթանալ, աշխատանքի հետ կապված, քանի որ կույսը նաև աշխատանքն է, 11-րդ տունը ձեր ապագա պլաններն են։ Հնարավոր են այդ գործերը դանդաղել, հնարավոր է դավադրություն բացահայտվի եւ խոյերի եւ կշեռների համար, նաեւ կարիճների համար։ Ձեր ընկերները, ձեր համախոհները կարող են ձեզ դավաճանել, ուշադիր եղեք, սիրելի կարիճներ, այդքան դժվար եւ թունոտ չտանեք, քանի որ Մերկուրին ձկների կենդանակերպում է, կարող եք սպասել մինչև մարտի 20-ը, 21-22-ից հետո, երբ որ Մերկուրին սկսի ուղիղ ընթացքով ընթանալ, չնայած ձկների կենդանակերպում նա այնքան էլ այդպես լուրջ կերպարով հանդես չի գա, միևնույն է այդ խնդիրները կարող եք լուծել մարտի 20-ից հետո։ Սիրելի ցուլեր, ձեր 5-րդ տանն է, նորից հնարավոր է երեխաների հետ կապված ինչ-որ խնդիրների մեջ ընկնեք, խոսակցություններ, նաև եթե պլանավորում եք երեխաներ, սիրելի կարիճներ եւ ցուլեր, այդ ամենը հնարավոր է երկու դեպքերում էլ, քանի որ Յուպիտերը խեցգետում է, նա ձեզ կօգնի, 11-րդ եւ 5-րդ տներն է, դա երեխաների առանցքն է, ապա կրկնակի աշխատանք պետք է տարվի դրա համար, եթե բժշկական հետազոտություններ եք արել նահանջող Մերկուրի ընթացքում եւ այս լիալուսնի խավարման ընթացքում կրկնակի հետազոտություն, կրկնակի աշխատանք, որը ուղղակի մարտի 20-ից հետո հնարավոր է դրական արդյունք բերի ձեզ։ Սիրելի աղեղնավորներ, ձեր 10-րդ տանն է, սիրելի երկորյակներ, ձեր 4-րդ տանը, լուսնային խավարում արդեն տեղի է ունեցել։ Բայց սիրելի աղեղնավորներ, այն կբերի խնդիրներ ձեր հայր ծնողի հետ կապած, ծնողական առանցքն է կամ պաշտոնի հետ կապած։ 4-րդ տունը, սիրելի երկորյակներ, դա հայրական օջախն է, մայրական տուն, հայրական օջախ, հա, այսինքն ծնողական առանցքի հետ հնարավոր է լինեն խնդիրներ։ Նրանց առողջության հետ կապված հարցերը ձեզ կարող են շատ հուզել, սիրելի աղեղնավորներ, ձեր հայրիկի առողջությունը, սիրելի երկորյակներ, ձեր մայրիկի առողջությունը։ Կարող է որոշ չափով հետաձգվել ձեր տան առքուվաճառքի հետ կապված հարցերը։ Եթե դուք ունեք կտակի հետ կապված հարցեր, դրանք նույնպես կարող են հետաձգվել մինչև մարտի 20-ը կամ անորոշ ժամանակով մինչև Մերկուրին դուրս գա ձկների կենդանակերպից։ Ուշադրություն դարձրեք ձեր իմիջին, ձեր վարկանիշին, սիրելի աղեղնավորներ, սոցիալական կայքերում մի քիչ ավելի, գիտեմ, բավականին լավատես եք, բայց մի քիչ ավելի զգոն եղեք, որպեսզի այդ համացանցում այդ բամբասանքները արագ վարակիչ չդառնան, Մերկուրին լինելու է ձեր 4-րդ տան, նաև տան հետ կապված խնդիրները հնարավոր են ազդեն ձեր այդ վարկանիշի, ձեր սոցիալական դիրքի վրա։ Ուստի սիրելիները, ձեր ծնողների հետ հարաբերություններում մի քիչ ավելի կոնկրետ եղեք, մի քիչ ավելի զուսպ եղեք, փորձեք հասկանալ նրանց, ժամանակները այնպիսին են, որ հնարավոր է նրանք սխալներ թույլ տան, դուք սխալներ թույլ տաք եւ դա լինի ճակատագրական։ Մի նեղացեք ձեր ծնողներից, որպեսզի ձեր հարաբերությունները նրանց հետ չվատթարանան։ Ապա դա կարող է տևել 6 ամիս, 9 տարի, 18 տարի, մի քիչ ավելի զգոն եղեք, սիրելի աղեղնավորներ, ձեր վարկանիշի, ձեր սոցիալական այդ ստատուսի համար, սիրելի երկորյակներ, ձեր հայրական օջախի հետ կապված։ Սիրելի այծեղջյուրներ, սիրելի խեցգետիներ, սիրելի այծեղջյուրներ, ձեր 9-րդ տանն է տեղի ունեցել խավարում, բայց դուք գիտեք չէ, որ դրանք երկար ժամանակահատվածով կարող են ազդել ձեր վրա։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր 9-րդ տանն է, 9-րդ տանը կույսի կենդանակերպում ինչ է տալիս, կույսի կենդանակերպը աշխատանքն է, քանի որ այդտեղ
արևն է կույսի կենդանակերպում, ձեր ղեկավարների հետ, նաև ձեր իսկ անձի հետ կապած, աշխատանքի հետ կապած հարցերը կարող են դրական լուծում ստանալ, որտեղ խավարումները սիվորիկ դրական դիրքեր ունեն այծեղջուր եւ խեցգետինների հետ։ Եթե որոշ փաստաթղթեր եք կորցրել, եթե որոշ իրավիճակներ ձեր օգտին չեն, մանավանդ սիրելի այծեղջուրներ, եթե դուք գտնում եք արտերկրում, ապա այդ ամենը կարող է շրջկվել մարտի 20-ից հետո։ Սիրելի խեցգետիններ, ձեր երրորդ տանն է, ձեր քուր, եղբայր, մտերիմ հարևաններ, նրանց առողջության հետ կապված հարցերը կարող են ձեզ հուզել, նաև սիրելի այծեղջյուրներ, ձեզ առողջության հետ կապված հարցերը կարող են հետաձգվել արտերկրում, որոշ թղթեր կարող են պակասել, բայց այդ ամենը կարող է լուծվել մարտի 20-ից հետո, երբ Մերկուրին ուղղի։ Իսկ սիրելի խեցգետիններ, ձեր դեպքում, եթե ցանկանում եք գնել փոխադրամիջոց, խորհուրդ չեմ տալիս այս ժամանակահատվածում այդ ամենը կատարել։ Այդ ամենը արքու վաճառքը, եթե նախորդ գումար եք տած, եթե արդեն իսկ կարել եք, միևնույն է, արդեն իսկ կարել եք, իսկ եթե կորոշեք, որ ձեր գործերը ընթանան համահունչ տիեզերքի հետ, ապա այդ ամենը կազմակերպեք մարտի 20-ից հետո եւ հստակ օրեր եմ ասում մարտի 22 եւ 23։ Նաեւ ձեր մտերիմները կարող են ձեզ ուրախացնել, նրանց առողջության հետ կապված, աշխատանքի հետ կապված հարցերը դրական լուծում կստանան եւ նաեւ կօգնեն ձեր առաջընթացին։ Սիրելի ջրհոսներ, ձեր ֆինանսների տանն է, հանրային գումարների տանը 8-րդ տանը, սիրելի առյուծներ, ձեր երկրորդ տանը, խավարումը տեղի ունեցել, բայց միևնույն է, այն ունի երկարաձգման միտումներ, մինչև 6 ամիս, 9 տարի, 18 տարի։ Այս խավարումները ձեր կյանք կբերեն իրավիճակներ, սիրելի ջրհոսներ, գաղտնի թշնամիներ, դավադրություններ, այն բոլոր ինվեստիցիաները, այն բոլոր ներդրումները, որոնք ուշանում են եւ հավանական է ուշանան մինչեւ մարտի 20-ը, կամաց այդ ամենը դրական ընթացքով կգնա մարտի 22-23-ից հետո։ Կտակի հետ կապված հարցերը, ներդրումները, ձեր սիրելի հետ հարաբերությունները, նրանց ֆինանսական հոսքերը կամաց կկարգավորվեն մարտի 20-ից հետո։ Սիրելի առյուծներ, հնարավոր է պակասեն ձեր ֆինանսական հոսքերը, քանի որ Մերկուրին ձկների կենդանակերպում է, այն նաև նահանջող է, նա կտա ձեզ այդպես ֆինանսական ռեսուրսների որոշ այսպես նեղացում, որտեղ դիրքերը լարված են, նրանք ովքեր տուրիզմի ոլորտում են, սիրելի առյուծներ, տեսեք ինչ է, կույսի կենդանակերպը աշխատանքն է, հաջորդ առանցքում գտնվելու են նաև սիրելի հետևորդներ, արևը, կույսը աշխատանքն է, ձկները դա ծովային բիզնեսն է, դա ճանապարհորդություններ են, որոնք դեպի ծով են տանում եւ նրանք ովքեր այդտեղից գումարներ են վաստակում, հնարավոր է այդ գումարները նվազեն կապված նաև աշխարհաքաղաքական այս բարդ իրադրության հետ։ Այդ ամենը կամաց կարող է շտկվել մարտի 20-ից հետո եւ միգուցե Մերկուրին առաջ ընթանա, այն ամենը ինչը եղել է եւ պետք է լինի այս ընթացքում կամաց մնան ետևում։ Ուղղակի պետք է ունենանք համբերություն, ինչը Սատուրն է պարտադրում, Սատուրնը խոյի կենդանակերպում, այդքան էլ համբերատար չի, որտեղ խոյը դա բռնկուն նշան է։ Սիրելի հետևորդներ, այս շաբաթվա համար փորձեցի ներկայացնեմ կանխատեսումներ առանձին կենդանակերպի համար, որովհետև մարդիկ հնարավորություն չունեն դիմելու աստղաբաններին, բայց ասեմ ձեզ, որ իմ հետևորդների 70-80%-ը առաջնորդվում են իմ կանխատեսումներով եւ ասում են նրանք հստակ վստահեցնում են, որ այդ կանխատեսումները օգնում են իրենց համահունչ ապրել տիեզերքի հետ։ Նրանք զգուշանում են, բարդ օրերը փորձում են շրջանցել, իսկ դրական օրերից օգտվում են, որպեսզի կազմակերպեն իրենց գործերը։ Այսքանը, շնորհակալ եմ դիտեցիք ինձ, դե մի մոռացեք, բաժանորդագրվեք ալիքին, իսկ 33,000-ը մենք հատել ենք, նաև գրեք մեկնաբանություններ եւ դիտողություններ եւ կիսվեք իմ հաղորդումներով։ Ես գիտեմ, որ համացանցում մեծ հրճակ է վայելում իմ հաղորդումները, մանավանդ կարճ ռիլզերի ձևով։ Լավ եղեք, սպասեք ինձ մյուս շաբաթ։